Կներեք, պարոն, դիտմամբ չարեցի։ Սրանք եղան Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետի վերջին խոսքերը։ Կարապնարան բարձրանալուց անմիջապես առաջ Մարիա Անտուանետը պատահմամբ տրորել էր իր դահճի ոտքը։ Ու ներողություն էր խնդրում մի մարդուց, որ ընդամենը վայրկյաններ անց պատրաստվում էր կտրել իր գլուխը։ Այսպիսին են ֆրանսիացիները, բարյացկամ ու վսեմ միջև վերջին ակնթարթը։ Շատերդ երևի տեղյակ եք, որ հուլիսի 14-ը Ֆրանսիայի հեղափոխության ու հանրապետության հռչակման օրն է։ Հանրապետության հռչակման ու հեղափոխության խորհրդանիշը Բաստիլի ամրոցի գրավումն է։ Այս ամրոցի գրավման հետ մի հետաքրքիր պատմություն կա կապված։ Ժամանակին Փարիզը բաժանված է եղել երկու մասերի՝ հարուստ ու աղքատ Փարիզների։ Աղքատ Փարիզի բնակչությունն անցել է Սենան հարուստ փարիզեցիների համար աշխատելու համար։ Ամրոցի գրավումից հետո այն ամբողջությամբ քանդվում է, որը խորհրդանշում էր թագավորական իշխանությունը, ու այդ քարերով կառուցվում է Կոնկորդի կամուրջը, ու կամուրջի վրա փակցված է, որպիսի աղքատ փարիզեցիները կարողանան անցնել ու տրորեն հարուստ փարիզեցիների հողերը։ Ահա թե ովքեր են ֆրանսիացիները։